Մայիսի 23-ի առավոտյան գնացի Ստեփանավանի բաժին, Էդիկ Կոստանյանի մոտ, քննիչի, եւ որից հետո գնացի Վանաձոր դատարան, որտեղ քանի որ այդ օրը դատական նիստ կար։ Ես դուրս եկա, տեսնեմ երկու ոստիկան, մեկը գրաժդանսկի էր, դեմքով գիտեմ, մեկը ոստիկանության հագուստով էր։ Ինձ մոտենալով ես զգացի, որ ինձ են մոտենում, ասացի ինչ է պատահի, իրանք ասին տիկին մի րոպե, ես ասեցի ինչ է պատահի, իրանք ինձ ասելով, որ մի րոպե, բայց ես հասկացա, որ փորձում են ինձ ձերբակալելու։ Ես մտա դատանի անմիջապես կողքը, ազգային անվտանգության շենքը, մոտեցա եւ իրենց ասեցի, տեղեկացեցի, որ ինձ փորձում են ձերբակալելու։ Իսկ ազգային անվտանգության աշխատակից ազգանունը չեմ հիշում, որի դեմքով գիտեմ, ինձ ասելով տիկին դուրս արի եւ դրսի դարպասները փակեցին։ Ես մնացի ազգային անվտանգության այդ դարպասների մոտ։ Այսինքն չէի կարողանում այդ տարածքից հեռանամ, քանի որ նկատելով որ արդեն երկու ոստիկանը դարավ 10 ոստիկան։ Այդ ընթացքում ես ճվում էի, գոռում էի, օգնություն էի խնդրում, քանի որ մենակ է եւ այդ ընթացքում ես զանգել եմ Հեսիգան գրասենյակ, խնդրել եմ որ ինձ օգնեն, քանի որ ինձ ապօրինի ձերբակալում են։ Եթե ինձ պետք է ձերբակալեին, ինչու ինձ առավոտյան, մայիսի 23-ի առավոտյան ես եղել եմ Ստեփանավանի քննիչ Էդիկ Կոստանյանի մոտ, եթե ինչ-որ ես հանցանք ունեի կատարած, թող այդ պահին ձերբակալեին, իսկ եթե ոչ, Վանաձորի դատարանում թող ինձ ձերբակալեին, բայց քանի որ դա ապօրինի հիմքեր չի եղել, ապօրինի ձևով են ձերբակալել, ես կարող եմ շատ փաստարկներ ներկայացնել, որպեսզի բոլորը տեսնեն, որ ինձ ապօրինի են ձերբակալել, որից հետո ինձ տարան ՁԲՎ պահեցին այնտեղ 3 օր, որից հետո ամսի մայիսի 25-ին արդեն դատարանում ինձ դատավորը մեկ ամիս կալանավորեց, ուղարկեց եւ Աբովյանի քրեակատեղողական հիմնարկ։ Ինձ ձերբակալել են եւ պահել են Աբովյանի քրեակատեղողական հիմնարկում միայն նրա համար, իբրև թե սպառնալիքներ եմ տվել ես Մարինե Վարդանյանի, Սուքասյանի դեմ, բայց նմանատիպ բաներ չկա։ Դա ոստիկանները ընդամենը սուտ բաներ են գրել, որովհետև հիմքեր չկա, ապացույց հիմքեր չկա։ Ես անցնելուս եմ եղել Մարինեն ինձ անվանել է գիժ։ Ես էլ ծիծաղելով իրեն եմ պատասխանել։ Ես նույնիսկ Մարինեն դատարանում ասեց, որ ես իր այդ վիճված չկամ։ Եթե սպառնացող մարդ լինեի, ես պետք է վիճաբանեի, կամ մտնեի իր խանութ, կամ իր հետ փողոցում վիճեի, բայց նմանատիպ բան չի եղել։ Դատարանում ապացույցված հիմքեր չկան, որ ես սպառնալիքներ եմ տվել, բայց դատավորը թե ինչի համար ինձ մի ամիս կալանավոր է, դա ես չեմ հասկանում, ուզում եմ դրա իմաստը հասկանամ։ Ես ինքս էլ չգիտեմ ինչի համար են արել։ Քանի որ մեր գործերը գտնվում են մարդու իրավունքների եվրոպական դատարանում, դեռ մենք պետք է շարունակենք իմ փաստաբանի հետ Հեսիգան գրասենյակի Արայիկ Զալյանի փաստաբանի հետ, պետք է մինչև վերջ շարունակեմ, քանի որ սպասում եմ դեռ դատական նիստերը նոր պետք է սկսվի, տեսնեմ դատավորը ինչ պետք է անի, որից հետո արդեն ես կիմանամ այս փաստաթղթերը ուր են ուղարկում, ինչ եմ անում։ Իսկ այն հանցագործ ոստիկանները, որոնք որ հեռախոսս ջարդեցին, վրայից կապուտուկները եկել է դատաբժիշկ, նայել են, գրանցել են, որ ինձ վրա հարվածներ է եղել, ասենք ինձ 10 ոստիկա մի անգամից հարձակվին, ինչ է, Թուրքիային բեռնեն թե ռեցիդիվիստ։ Սենց ապօրինի այս կարգի Հայաստանում որ ոստիկանները սենց են աշխատում, սա մի հատ չլսված բան է։ Ինչքան ծիծաղելի մի հատ բան է, չէ՞, 2016 թվականի փետրվարի 6-ին փաստը ապացուցով, որ ես մուտք եմ արել Ստեփանավանի ոստիկանության բաժին, որ գնում եմ Մարինե Սուքասյանի Վարդանյանի խանութի ապակին ջարդեմ, իրենք ինձ թույլ են տվել։ Ես գնացել եմ ջարդել եմ։ Դրա համար իրենք այդ կոսկել են։ Ոչ մի խնդրեմ չի եղել այդ հարցում։ Մի հատ գիժ բառը ավելի ծանր են տարել իրենք, քանզ որ խանութի ապակին եմ ջարդել, այդ գիժ բառը հիմք ընդունելով, որ Մարինեն ինձ ասել հետադարձ պատասխանն եմ տվել, ինձ կալանավորել են մեկ ամիս ուղարկել են Աբովյանի քրեակատեղողական հիմնարկ, ապօրինի ձևով, իսկ ով պետք է սրան պատասխան տա, որ մի ամբողջ ընտանիքի տուժել են, իսկ իմ առողջությունը, որ ես կորցրել եմ հանցագործ ոստիկանների պատճառով, դրանով պետք է պատասխան տա, սա օրենք չի, սա մաֆիա է շղթայված։